Հրավիրում եմ դահլիճ բոլոր պատգամավորներին, հարգելի պատգամավորներ, խնդրում եմ տեղադրել քարտերը եւ նախապատրաստվել գրանցման։ Գրանցում։ Գրանցվել է 89 պատգամավոր, քարտուղարությանը խնդրում եմ բոլոր այն պատգամավորներին, ովքեր որ տեխնիկական պատճառներով չեն կարողացել իրականացնել գրանցումը, այդ պատգամավորներին գրանցել, ուշադիր աշխատի քարտուղարությունը, հարգելի պատգամավորներ, սիրելի հայրենակիցներ, այսօր ապրիլի 7-ն է եւ հայ ժողովուրդը, հայ առաքելական Սուրբ եկեղեցին նշում է Մարիամ Աստվածածնի Սուրբ Ավետման օրը, Մարիության օրը։ Ես ուզում եմ բոլորիս անունից խոնարհվել եւ շնորհակալանքի խոսք ասել հայր մոր առջև եւ վերջին զարգացումները նաեւ շփման գծում ցույց տվեցին, որ որդիներով պետք է ճանաչել իրենց մայրերին եւ մեր մայրերը իրոք առուցածին մայրեր են եւ մեր ազգի ճակատագրերը մենք պետք է փնտրենք մեր մայրերի մեջ եւ եւս մեկ անգամ մենք ցույց տվեցինք, որ ունենք հայրենապաշտ մայրեր, ովքեր որ կարողանում են դաստիարակել առուց որդիներ եւ բոլորիս անունից ուզում եմ խոնարհվել եւ շնորհակալություն հայտնել հայ մայրերին, ովքեր մեզ տվել են նման հերոս որդիներ, մեզ էլ պատգամավորներից ավելի մեծ առողջ դատողություն, որպեսզի կարողանանք ավելի արդար, առողջ եւ միասնաբար ծառայել հայոց մայրերին եւ հայոց հայրենիքին։ Իսկապես այսօր մայրության եւ գեղեցկության օրն է։ Այլ հանգամանքներում Հայաստանի տոնացույցի այսօրը երևի այլ նշանակություն կունենար, բայց այսօր չհայտարարված եւ չավարտված պատերազմի 7-րդ օրն է եւ բոլոր խոսքերը բոլորովին այլ իմաստ ու նշանակություն ունեն։ Այսօր մեր առաջին մաղթանքը մեկն է՝ խաղաղություն, որ մենք ոչ թե խնդրում ենք, այլ պարտադրում։ Եվ այդ իրավունքը մեզ տվել է մեր բանակը։ Ու բնականաբար նվիրվածության ու սիրո բոլոր խոսքերը նույն հասցեատերն ունեն։ Հայաստանի ազգային ժողովի կին, համոզված եմ նաև տղամարդ բոլոր պատգամավորների անունից։ Ուզում եմ մեծարումի ու սիրո խոսք բարձրացնել, ուղղված մեր հերոս զինվորների մայրերին, քույրերին, զինվորների կանանց, սիրած աղջիկներին, սիրելիներ, մենք խոնարհվում ենք յուրաքանչյուրիդ առաջ։ Մեծարում ձեզ եւ աղոթում մեր բոլոր զինվորների համար, աղեթում, որ մեր երկրում ու Արցախ աշխարհում լինի խաղաղություն ու խաղաղությունը վերջնական լինի։ Մայրությունը լինի երջանիկ մայրություն եւ որդիները տուն վերադառնան ու շենացնեն իրենց օջախները։ Սիրելի քույրեր, ձեր որդիները իրենց կյանքը դրեցին մեր պետականության, մեր հայրենիքի պահպանության զոհասեղանին ու թող Աստված նրանց հոգիները միշտ լույսի մեջ պահի։ Նրանք, որ իրենց կյանքի գնով կասեցրեցին մեր տուն մտած թշնամուն, որ ահաբեկչին ու մարդասպանին ցույց տվեցին իր ճիշտ տեղը, մեզ կյանքի պատգամ են տվել, իրենց չապրած կյանքը ապրելու եւ հայրենիքը շենացնելու պատգամ, հաղթանակները շարունակելու պատգամ, ու մենք պիտի կարողանանք միաբանվենք հանուն խաղաղության եւ բարության, պիտի կարողանանք զսպել ու պարտության մատնել նրանց, ովքեր սպառնում են մեր երկրի անվտանգությանը, ապահովել մեր երեխաների անհոգ մանկությունը, մեր ծերերի անհոգ ծերությունը, նաև լինենք նրանց ընտանիքների կողքին եւ հոգ տանենք ու աջակցենք նրանց։ Դա մեր եւ մեր պետության պարտքն է եւ վստահ եմ, որ մենք անելու ենք հնարավորը եւ անհնարը։ Շնորհավոր տոնդ հայ մայր։ Շնորհակալություն Տիկին Նաղդալյան։